Ես ողջունում եմ մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնելով, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում կամ մեզ դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմուղեղով զրույցն ենք մենք սկսում, իսկ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։ Բարի օր։ Բարի ձեզ։ Ուրախ եմ, որ այստեղ եք, պարոն Բադալյան, ընտրություններից հետո քննարկումներ շատ կան, թե ինչ է սպասվում, ինչ է տեղի ունենալու, այդ մասին իհարկե կխոսենք, բայց նախ եւ առաջ ընտրողը այս ընտրություններին մասնակցելով ինչ ուղերձ տվեց քաղաքական ուժերին ու քաղաքական ուժերը ինչ ուղերձ տվեցին ընտրողներին, եկեք այդտեղից սկսենք։ Չեմ կարծում, թե ինչ որ միանշանակ ուղերձ է եղել այս ընտրական process-ում եւ ընդհանրապես երևի թե ընտրողը ավելի շատ սպասում է հենց քաղաքական ուժերից ինչ որ ուղերձ, որը կարող է ավելի շատ մոբիլիզացիոն ներուժ պարունակել, այդ տեսանկյունից այդպիսի ավելի շատ ուղերձ ստացավ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, ես ուղերձի որակի, բովանդակության եւ այլնի մասին չեմ խոսում, քան ընդդիմադիր էլեկտորատը, թեպետ պետք է նաեւ արձանագրել, որ ընդդիմությունը իմ գնահատմամբ իհարկե այս ընտրական process-ում աշխատեց հասարակության հետ, էլեկտորատի հետ աշխատեց աննախադեպ արդյունավետությամբ, ամենայն դեպս վերջին 8 տարվա համար աննախադեպ արդյունավետությամբ, բայց ավելի շատ, եթե այդպես մեկ ամփոփիչ ուղերձի տրամաբանությամբ նայենք, կարծում եմ Փաշինյանի էլեկտորատը ստացավ։ Իհարկե ուղերձ ճակերտավոր իմաստով, որովհետև այդտեղ առավելապես մանիպուլյատիվ բովանդակություն էր առայն, թե ընդդիմության առաջատար այդ ուժերը Ռուսաստանի պատվերով փորձում են գրոհել Հայաստանի ինքնիշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Գործնականում այստեղ մանիպուլյատիվ էր այն, որ այդ իշխանությունը պահելու հարցում Փաշինյանը երևի թե չունի առարկայորեն ավելի մեծ աջակից, քան հենց Ռուսաստանն ինքը։ Ինչի համար էլ մենք տեսանք թերևս հունիսի 1-ի հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին աջակցելու համար։ Սա է իմ գնահատմամբ ընդհանուր պատկերը։ Իսկ կարծում եք դա տեսնում է ընտրողը։ Ես կարծում եմ այո, ընտրողը տեսնում է, այլ հարց է, որ ոչ բոլոր ընտրողներն են տեսնում, Ինչու հարցում եմ, որովհետև այ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը հիմնականում Նիկոլ Փաշինյանին ընտրում է ոչ միայն նրա համար, որ ինքը առաջարկում է խաղաղություն եւ այլն, այլ նրա համար, որ նա ոչ թե գնում է դեպի Ռուսաստան, այլ գնում է դեպի Արևմուտք։ Ես մի քիչ կասկածում եմ, որ դա է Նիկոլ Փաշինյանի հիմնական էլեկտորատը։ Այո, էլեկտորատի բաղադրությունը ներառում է նաև այդ ընտրողներին եւ հատկապես այս ընտրական process-ում այդտեղ մեծ դեր խաղաց հենց իմ գնահատմամբ Փաշինյան-Պուտին կոմբինացված աշխատանքը։ Ինչու եմ ասում այդպես, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ ընդդիմության հանդեպ գլխավոր այդպես քարոզչական առանցքային բաղադրիչ կիրառում էր հենց այդ Ռուսաստանի պատվերով ինքնիշխանության դեմ աշխատելու այդ թեզը ճակերտավոր իմաստով։ Հատկապես առավել ակտիվ սկսեց կիրառել, երբ տեսավ, որ խաղաղության եւ պատերազմի այդ շանտաժը արդյունավետ չի աշխատում եւ ընդդիմությունը կարողանում է հասարակության այդ աշխատանքի շնորհիվ չեզոքացնել դա։ Ես առիթ ունեցել եմ նշելու, որ Սամվել Կարապետյանի ներգրավումով նաեւ չեզոքացվեց այդ նախկին ներկան կամ թալանի թեման արդյունավետ աշխատեցնելու հնարավորությունը։ Եվ այս տեսանկյունից մնաց այդ Ռուսաստանի հանգամանքը, այսինքն Ռուսաստանը ընդդիմության, ինչպես Փաշինյանն էր ասում, եռագլուխ հրեշի միջոցով փորձում է կուլ տալ մեր ինքնիշխանությունը։ Եվ սա տեսնելով Ռուսաստանը ինչ արեց։ Ռուսաստանը գնաց սանկցիաներ կիրառելու ինչ որ ճանապարհով, կտրուկ հայտարարությունների ճանապարհով, Փաշինյանի առաջ այդ Եվրամիություն թե ԵԱՏՄ հանրակրվեն դնելու այդ վերջնագրային ճանապարհով, հանրակրվեի վերջնագիրը ներկայացնելու ճանապարհով, հայտարարությունների տրամաբանություն, որի հիմքը գործնականում չէր երևում, այսինքն 2026-ի մայիսի համեմատ Հայաստան Եվրամիություն հարաբերության էլ չասած այդ անդամակցության թեման 1 սանտիմետր անգամ առաջ չէր գնացած, քան օրինակ 2026 թվականի հունվարին կամ 2025 թվականի սեպտեմբերին, բայց սեպտեմբերին եւ հունվարին Ռուսաստանից այդ հայտարարությունները եւ քայլերը չկային, իսկ մայիսին, երբ դրանք
շատ պետք էին Փաշինյանին իր քարոզչությունը, ընդդիմության դեմ հակաքարոզչությունը հիմնավորելու համար, Ռուսաստանը հանկարծ որոշեց այդ քայլերը անել։ Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ Ռուսաստանում այն աստիճան բարձի թողի վիճակ է իշխանության վերնախավում, որ շունը տիրոջը չի ճանաչում եւ չեն պատկերացնում ու չեն հասկանում, թե ինչ են անում, եւ այդ արածը օգտակար է Փաշինյանին, թե հակառակը։ Եվ մենք տեսանք, որ այդ արածը գետնի վրա օգտակար էր հենց Նիկոլ Փաշինյանի համար եւ հակառակը վնասում էր ընդդիմությանը։ Իսկ որ կողմից էին ընդդիմությանը սատարողները, կային որևէ երկրից ընդդիմության կողքին կանգնած ուժեր։ Եթե առհասարակ դիտարկենք, արդյոք ընդդիմությունը ուներ գործընկերներ կամ ունի գործընկերներ Ռուսաստանում կամ նույն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, այստեղ միանգամայն հնարավոր է, որովհետև այդ բևեռներում Եվրատլանտյան թևը, Ռուսաստանը բավականին բազմազան է վերնախավային դաշտը կամ քաղաքական էլիտաները, այսինքն այնտեղ կա մրցակցություն նույն Ռուսաստանում, Հայաստանի հարցում կարծում եմ վերնախավում այդպես միարժեք պատկերացումներ եւ միարժեք անելիքներ չեն տեսնում։ Նույնը նաեւ մենք տեսնում ենք Եվրոպա, Միացյալ Նահանգներ այդ դաշտում։ Բայց եթե դիտարկում ենք վարվող քաղաքականության կամ մշակվող քաղաքականության համատեքստում, ես կարծում եմ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր իհարկե աջակցության տարբեր դրսևորումներով, բայց վայելում էր բոլոր աշխարհակաղակական կենտրոնների աջակցությունը, բայց իհարկե այդ աջակցությունը ոչ թե Փաշինյանի հանդեպ համակրանքի բերումով էր, այլ առնվազն մի պարզ տրամաբանությամբ բոլոր խոշոր խաղացողներին, ովքեր շահառու են Կովկասում եւ ունեն իրենց հետաքրքրությունները, ձեռնտու է, որ Հայաստանում լինի թույլ իշխանություն։ Դա ձեռնտու է նաեւ Ադրբեջանի մասով։ Իրենք կուզեն, որ Ադրբեջանում եւս լինի թույլ իշխանություն, Վրաստանում եւս լինի թույլ իշխանություն։ Այլ հարց է Ադրբեջանը եւ Վրաստանը արդարացնում են այդ ակնկալիքները, թե ոչ։ Հայաստանում ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այդ ակնկալիքը արդարանում է, որովհետեւ իշխանությունը պահպանելու տրամաբանության հարցում Նիկոլ Փաշինյանը փաստորեն անցել է ամեն գնով բանաձևին։ Պարոն Բադալյան, ընտրությունների առաջ քարոզարշավի ընթացքում եւ դրանից էլ առաջ ուժեղ Հայաստան թիմից մշտապես վստահեցնում էին իրենց ընտրողներին, որ իրենք միայն իշխանության համար են պայքարի դուրս եկել եւ ընդդիմություն աշխատելը իրենց համար չէ, այսինքն բոլոր այն տարբերակներում բանավեճերի ժամանակ, բոլոր հարցազրույցների ժամանակ իրենք դա շեշտում էին, որ ընդդիմություն հնարավոր չէ աշխատել, բայց փաստացի մենք թվերը համադրելով իրար կողք դնելով տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն է հնարավորություն ունենում իշխանություն լինելու։ Այս պարագայում ինչ պիտի անի ընդդիմությունը, երբ այլ խոստումով է եկել, բայց այլ բան է տեղի ունեցել վերջում։ Այսինքն, երբ ընտրողը իրեն ընտրել է իշխանություն աշխատելու համար եւ ոչ թե ընդդիմություն աշխատելու, ինչ պիտի անի այդ դեպքում հենց այդ ուժը եւ մյուս ուժի հետ կապված ինչ համագործակցություն պիտի լինի։ Եթե պարզ պատասխանով պիտի լինի իշխանություն։ Իշխանությունը դա միայն դե յուրե ձևակերպումները չեն, այլ առաջին հերթին մարդկանց մտքի հոգու հանդեպ իշխանությունը։ Իշխանությունը ոչ իմաստով իշխում ես մտքին եւ հոգուն, բայց դու վարքագծով, քո գործունեությամբ եւ այլն կարողանում ես ազդեցիկ լինել մարդկանց մտքի եւ հոգու համար, չլինելով դե յուրե իշխանություն։ Եվ վերջին հաշվով ոչ ստանդարտ իրավիճակներում, մեղմ ասած, որպիսին Հայաստանն է հիմա, իշխանություն, ընդդիմություն այս բաժանումները դասական իմաստով բնականաբար չեն աշխատում, եւ այստեղ միայն դե յուրե մենք չենք կարող բնորոշել այդ երևույթը։ Հետեւաբար ես նաեւ այս թեմայով շատ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, դե յուրե իշխանություն լինելու համար դու պետք է կարողանաս դե ֆակտո դառնալ իշխանություն հենց մարդկանց հասարակության այդ մտքի եւ հոգու տիրույթում, այսինքն քո խոսքը, քո վարքագիծը, քո գործելավոճը, քո ընդհանրապես հասարակական քաղաքական դաշտում լինելը պետք է արդեն իսկ դե ֆակտո դառնա ազդեցիկ հասարակության համար, բայց պարարտ հող չկար դրա համար։ Մինչև ընտրություններ ձևավորել դա։ Թող կա եւ դրա համար նշում եմ նաեւ, որ այս ընտրական process-ում ընդդիմությունը աշխատեց աննախադեպ արդյունավետությամբ, բայց նաեւ շատ մեծ ժամանակ է բաց թողնվել հասարակության այդ աշխատանքի իմաստով։ Եվ այդ ժամանակի բաց թողնվածությունը ըստ իս զգացնել տվեց, թեպետ անգամ այդ պարագայում մենք տեսնում ենք, որ իշխանությունը, դե յուրե իշխանությունը ընտրական արդյունք ստանալու համար դիմեց մեղմ ասած արտա, այսպես ասենք, էլեկտորալ մեխանիզմների եւ մեթոդների,
ակնհայտ է, որ այն պատկերը, որ ներկայացվում է պաշտոնապես, դա ստացվել է ընդամենը քաղաքական հրահանգավորման շնորհիվ եւ ոչ թե արտացոլում է հենց քվեարկությունը եւ հասարակական տրամադրությունները։ Բայց այդուհանդերձ իհարկե շատ անելիք եւ աշխատանք դեռ կա եւ ընդդիմությունը պետք է աշխատի հենց այդ տրամաբանությամբ, այսինքն ձգտել դառնալ դե ֆակտո իշխանություն մարդկանց համար եւ մարդիկ հետո շատ արագ կօգնեն թերևս ստեղծել իրավիճակ, որը թույլ կտա ձևակերպել արդեն այդ իրավիճակը դե յուրե։ Ինչպես 18 թվականին, ինչպես 21 թվականին, այդպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շարունակում են խոսել պատժելուց բոլոր մեղավորներին, քաղաքականության մեջ ռազմական էլիտայի շրջանում, ովքեր կաշառք են բաժանել, կաշառք են վերցրել եւ այլն, չնայած դրանք փաստարկված չեն, կարծես թե դեռևս սա արդեն վերջնական պայքարի փուլն է իրենց կողմից, այսինքն այդ հարցը լուծելու, որովհետև մենք միշտ տեսել ենք, որ դա մնացել է կիսատ, թե ամեն դեպքում սա կրկին խոստում է ժողովրդին տրված, որը 5 տարիների ընթացքում կրկին կեփվի ու մենք կրկին արդյունքում կտեսնենք ոչինչ։ Այսինքն արդյոք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու է ընդդիմության դեմ իսկապես օրենքի ուժով եւ այդ պատժելու մեխանիզմներով աշխատել։ Սա պայմանավորված կլինի ոչ թե այն հանգամանքով, որ ինքը խոստում է տվել եւ կմտածի, որ գոնե այս անգամ խոստումը կատարի, ես չեմ կարծում, թե նա երբեք մտածելու է այդ մասին։ Նա ըստ անհրաժեշտության, ըստ իր քաղաքական եւ իշխանական անհրաժեշտության է այս հարցերին մոտենալու, այստեղ երկու հանգամանք կա։ Մեկն այն է, որ արտաքին միջավայրում Նիկոլ Փաշինյանի հանդեպ այդ աջակցությունը բնականաբար ունի քաղաքական գին եւ ենթադրում է որոշակի քաղաքական քայլեր արդեն իշխանությունը վերարտադրելուց հետո։ Եվ այստեղ Փաշինյանը այս թեման կարող է խաղարկել կամ այդ արտաքին դաշտում մանևրելու համար, ստեղծելով ներքին բավականին լարված իրավիճակ եւ այլն, կամ փորձել չեզոքացնել ընդդիմությանը այդ ռեպրեսիվ մեթոդների արդեն իրականացման միջոցով կամ զգալի իրականացման միջոցով, որpիսի այն քայլերը, որ հետո պետք է անի, դրանք կարողանա իրականացնել հնարավորինս անարգել։ Եվ երկրորդ հանգամանքը, ժամանակը բնականաբար հատկապես այս ընտրությունից հետո աշխատում է Փաշինյանի դեմ բոլոր իմաստներով, այդ թվում նաև լեգիտիմության հիմնահատակ ավիրման, այսինքն նա եթե ուներ գոնե մինչ այս ընտրական լեգիտիմություն, մնացյալ ամբողջությամբ քանդված լեգիտիմության պայմաններում, հիմա դա էլ քանդվեց։ Եվ այստեղ եթե ընդդիմությունը աշխատում է այդ նախորդ հարցի շրջանակում նշածս ռազմավարական համբերատարության եւ հասարակության հետ հետեւողական տրամաբանությամբ, դե ֆակտո իշխանություն դառնալու տրամաբանությամբ, ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարզապես դատապարտված է քաղաքական ձախողման։ Եվ այստեղ այդ process-ներով, այդ ռետորաբանությունը եւ գործելավոճը շարունակելով նա կարող է ձգտել ընդդիմությանը խթանել կամ հրահրել ավելի այսպես իրավիճակային քայլերի, իրավիճակային արձագանքների, որտեղ նա կփորձի այդ երկարաժամկետ իմաստով իր ձախողվածությունը եւ անհեռանկարությունը որոշակիորեն փոխհատուցել։ Ես կարծում եմ, այս երկու մոտիվները կարող են առաջ մղել ձեր նշած հարցում։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին ընտրողը քվե տվեց վախից դրդված, թե նախկինների վախից պատերազմի պարագայում, թե վախից նախկինների վերադարձի, որովհետև մենք 21 թվականին այդ վախը կարծես թե տեսել ենք հանրության մեջ, որ նախկինները չվերադառնան եւ կրկին մերժելու քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը կարծես թե ընտրվեց։ Այս դեպքում ինչն է։ Այս պարագայում ինչ որ առանձնապես դա չի աշխատել։ Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել իր կայուն էլեկտորատը։ Նա իհարկե կարողացավ իր այդ էլեկտորատը մոբիլիզացնել առավելագույնս եւ որոշակիորեն ավելացնել այդ մոբիլիզացիան հենց Ռուսաստանի գործոնը խաղարկելով եւ դրա համար եմ նշում, որ Ռուսաստանի քայլերը նպաստեցին նրան, որ Փաշինյանը լրացուցիչ էլեկտորատ կարողանա մոբիլիզացնել։ Բայց մենք տեսնում ենք, որ ընդհանուր հանրային իմաստով Փաշինյանը պարտվել է առաջին հերթին հենց ինքն իրեն, որովհետեւ 2021 թվականի արտահերթ ընտրությանը Փաշինյանը, եթե չեմ սխալվում, 52 եւ ավելի տոկոս էր ստացել, իսկ այս ընտրությանը 49%, թեպետ զուտ ֆիզիկական քվեարկության, այսինքն քվեաթերթիկների իմաստով ավելի շատ ձայն էր ստացել նախորդից, բայց տեսնում ենք, որ ընդհանուր հանրային տրամադրության իմաստով նա պարտվել է
չի պարտվել ընդդիմությանը գուցե հենց ֆորմալ առումով, բայց առնվազն ինքն իրեն պարտվել է։ Եվ հետեւաբար կարծում եմ այդ հանգամանքը այս անգամ չի աշխատել ձայն տալ նրան միայն թե նախկինները չվերադառնան։ Ձայն են տվել նրանք, ովքեր վարչական ռեսուրսով այս կամ այն շահառությամբ կապված են նրա հետ։ Ձայն են տվել նրանք, ովքեր դեռ սպառում են այդ թալան, չգիտեմ, նախկին, ներկա եւ այլն այդ բանաձևը, եւ նրանք միշտ են սպառելու, եւ լրացուցիչ ձայներ եկել է հենց այդ ես բնորոշում եմ ելակ ինքնիշխանության դիմաց այդ բանաձևը խաղարկելու միջոցով, չէ՞, նա հայտարարում էր, մեզ ուզում են ելակով փոխել մեր անկախությունը, եւ սա աշխատել է հասարակության որոշակի մասի համար։ Եթե Ռուսաստանը չաներ այդ քայլերը, ես համոզված եմ դրա էֆեկտը Փաշինյանի համար լինելու էր շատ ավելի թույլ եւ ոչ համոզիչ, հետեւաբար բերելու էր ձայների առավել նվազ ծավալի։ Մի զգալի հատված կա հանրության շրջանում, որը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու պարագայում միայն կարող է խաղաղություն լինել եւ մնացած բոլոր դեպքերում մենք պատերազմի ռիսկերը մեծացնում ենք։ Այ ես կուզեմ դուք մեկնաբանեք այդ մարդկանց համար եւ բոլորի համար, թե պատերազմի ռիսկերը նախ եւ առաջ որտեղից են գալիս եւ արդյոք իշխանափոխությամբ եւ իշխանություն լինելով կարելի է այդ ռիսկը քիչ թե շատ նվազեցնել։ Պատերազմի ռիսկը գալիս է աշխարհաքաղաքական միջավայրից, Կովկասում առավել եւս Ադրբեջանը, Վրաստանը կամ Հայաստանը այն տրամաչափի խաղացողները չեն, որ որոշեն պատերազմ սկսել որևէ մասշտաբի կամ ոչ։ Եվ պատերազմի ռիսկը հետեւաբար Հայաստանի իշխանության քաղաքականությունից չէ։ Հայաստանի իշխանության քաղաքականությունից կախված է, թե պատերազմի ռիսկերի պարագայում Հայաստանը որքան պատրաստ կլինի լինել պաշտպանունակ, դիմադրունակ եւ նաեւ այդ իմաստով լինել կենսունակ, որպեսզի պատերազմի ռիսկերը անգամ չեզոքացնելու գործողությունը կամ քաղաքականությունը չլինի Հայաստանի իրավունքների եւ շահերի հաշվին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր խոսքից նաև ենթադրվում է, որ 20 թվականին էլ այնքան էական չէր իշխանության վարած քաղաքականությունը, որքան որ աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ես իհարկե չեմ կարող պնդել, որ ընդհանրապես էական չէր, բայց ինձ համար շատ դժվար է իսկապես ասել, Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմ չլինի, թե կային բաներ, որ կարելի էր անել, բայց ինչ-ինչ սխալների կամ դիտավորության պատճառով չի արվել, բայց որ այդ պատերազմը առավելապես աշխարհաքաղաքական միջավայրով ձևավորված երևույթ էր եւ այդ միջավայրը թույլ տվեց, որ այդ պատերազմը լինի։ Վերջին հաշվով այդ պատերազմում առանցքային դեր է ունեցել Թուրքիան եւ նաեւ ՆԱՏՕ-ի համաձայնությունը, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված լինի այդ պատերազմում։ Ես ուզում եմ հիշեցնել հոկտեմբերի 3-ին Թուրքիա այցելեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը եւ երրորդյա այցով, այսինքն սա շատ հատկանշական էր եւ կարծում եմ շատ պարզ է, որ Թուրքիան չէր ներգրավի անմիջականորեն, իսկ այդ պատերազմում մենք տեսանք, որ Թուրքիան պարզապես մի կողմ էր դրել Ադրբեջանի գլխավոր շտաբին, թերևս այն համոզումով, որ այդ շտաբը չունի կոմպետենտություն մասշտաբային պատերազմ վարելու եւ խնդիրներ լուծելու եւ գուցե նաեւ կասկածելով, որ այդ շտաբը կարող է ենթակա լինել որոշակիորեն Ռուսաստանին։ Շտաբը մի կողմ էր դրվել եւ այդ պատերազմը վարում էր ըստ էության Թուրքիան։ Եվ սա նշանակում է, որ այդտեղ աշխարհաքաղաքական կոմպոնենտներ։ Կրկնեմ, ես չեմ կարող պնդել, որ Փաշինյանը ամեն ինչ արել է, որ խուսափի պատերազմից, բայց նաեւ հակառակը չեմ կարող ասել։ Այդտեղ շատ է կիրառվում այդ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը, որ դա պատերազմի կազուս բելի էր եւ այլն։ Ես անկեղծ ասեմ, կասկածում եմ դրան, որովհետեւ այդ հայտարարությունից հետո մոտ 5-6 ամիս եղել է բանակցային գործընթաց։ Ընդհուպ փետրվարին 2020 թվականի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցային գործընթաց կար եւ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ավելին, այդ հայտարարությունից մոտ 3 ամիս անց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, այսպես ասենք, քաղաքացիական պատվիրակությունների փոխանակում եղավ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու համար։ Այսինքն process-ը տեղի ունեցել է, հետեւաբար ես չեմ կարծում, թե այդ մի հայտարարությունը այդպես ռեգիոնալ ստատուս քվո կանխորոշող պատերազմ փոխեց։ Սա ասում եմ ոչ թե Փաշինյանին արդարացնելու համար, այլ ասելու համար, որ այդտեղ պատերազմը հասունացել է շատ ավելի բարդ միջավայրում եւ կոնստրուկցիայով, քան միայն այդ հայտարարությունը։ Եվ նույնը լինելու է նաեւ ապագայում։ Եվ այստեղ ինչն է այն վտանգավորը, որ անում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հիմա հակառակը
Հայաստանը վերածել է, այսպես ասենք, էգզիստենցիալ կազուս բելի պատերազմի դեպքում, այսինքն նա վարել է մի քաղաքականություն, որ Հայաստանը պատրաստ է հանուն իր հանդեպ, այսպես ասենք, կայուն միջավայրի զիջել ամեն ինչ։ Եվ հաշվի առնելով այն, որ պատերազմի եւ խաղաղության հարցը շատ ավելի մեծ մասշտաբում է վճռվում ուժային կենտրոնների շրջանակում, եթե Աստված մի արածցե այդտեղ իրավիճակ փոխվեց եւ Կովկասում պատերազմը կամ ապակայունացումը դարձավ պահանջարկ վայելող, աշխարհաքաղաքական մեծ պահանջարկ վայելող, Հայաստանը դառնալու է արդեն իսկ, այսպես ասենք, նշանակված մեղավոր։ Հայաստանի առաջ դրվելու են պահանջներ, որոնք ուղղակի անհնար է լինելու այլևս ընդունել, դեռ հնարավոր չէ անընդհատ ինչ որ պահանջներ բավարարել, բոլորս ենք հասկանում։ Հենց Հայաստանը որոշեց որևէ հարցում առարկել, անմիջապես դիտարկելու են արդեն որպես պատերազմի առիթ եւ Հայաստանի քաղաքականությամբ արդարացնելու են հնարավոր պատերազմը։ Սա ամենավտանգավորն է, որ արել է Փաշինյանը, եւ քաղաքական իրողությունների խորքում Փաշինյանը հակառակը շատ ավելի էական քայլեր է արել պատերազմի վտանգների ուղղությամբ, քան հակառակը ամուր խաղաղության։ Փաշինյանը ասում էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ կլինի սեպտեմբերին։ Չունի նա սահմանադրական մեծամասնություն։ Հիմա ռիսկերը գնահատելով կրկին, դա որքանով է կապակցված իր խոսքը եւ ռիսկերը տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, ընտրություններից հետո շնորհավորանքները, արդյոք դա մեզ համար հուշում են, որ պատերազմի անգամ լինելու դեպքում մեր կողքին կանգնած երկրներ կան, թե սա այն նույն տրամաբանությունն է, ինչ մենք տեսել ենք օրինակ 20 թվականին, երբ բոլորը հայտարարում էին, որ պետք է պատերազմը դադարեցնել, բայց գործողությունների իմաստով ոչինչ չէինք տեսնում։ Այս երկրների հանդեպ ինչպիսի վստահություն պետք է ունենալ։ Կարծում եմ այն ամենից հետո ինչ տեղի է ունեցել Հայաստանի հետ, խիստ միամտություն է կարծել, թե որևէ պատերազմի դեպքում Հայաստանի կողքին կանգնած ինչ որ երկիր է լինելու։ Թվով մեկն էլ չկա։ Ես խիստ կասկածում եմ, այսինքն դա կախված է նրանից, թե այդ կողքին լինելով տվյալ երկիրը իր համար ինչ հարց է լուծելու։ Բայց ես չեմ կարծում նաև, որ այդտեղ Հայաստանը ունենալու է այդ հարցում տվյալ երկրների հետ կոմունիկացիայի ավելի մեծ հնարավորություն, քան օրինակ Ադրբեջանը եւ նույն Թուրքիան։ Եվ կրկնեմ, այստեղ է նաև Փաշինյանի վարած քաղաքականության ամենավտանգավոր կետը, երբ նա Հայաստանին դրել է այսպես անձնատուր լինելու էգզիստենցիալ ռեժիմի մեջ։ Եվ այս տեսանկյունից այդ շնորհավորանքներ եւ այլն դրանք հասկանում ենք, որ ընդամենը այն գնի շրջանակում են, որի համատեքստում նաև աջակցություն են հայտնել Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Մենք տեսանք նաև ընտրություններից առաջ աջակցություն Միացյալ Նահանգների կողմից ակնհայտ խոսքի մակարդակում, թե գործի մակարդակում ինչ է եղել, դա տեսանելի չէ, դա ոնց է ազդել մեր ներքաղաքական իրավիճակի վրա։ Ստիս այդպես սկզբունքային ազդեցություն հազիվ թե դա ունեցավ, իհարկե մի քիչ գուցե նպաստեց դարձյալ այդ հակառուսական գործոնի խաղարկմանը Փաշինյանի համար, բայց այստեղ շատ ավելի հետաքրքիր էր այն, թե ինչու Թրամփի վարչակազմը այդպես վերջին օրերով շրջանակային համաձայնագիրը ստորագրեց Հայաստանի հետ TTIP-ի վերաբերյալ, ընդհանուր ստորագրեցին շատ տարօրինակ ձևով, այսինքն հունիսի 1-ին Ռուբիոն օդանավակայանում նախաստորագրեցին մայիսի 26-ին, այո։ Հետո Ռուբիոյի տեղակալը գնաց Ադրբեջան, այնտեղ 8 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրեցին հունիսի 1-ին, ուշադրություն եմ հրավիրում ամսաթվի վրա, եւ նույն հունիսի 1-ին Վաշինգտոնում Ռուբիոն ստորագրում է TTIP համաձայնագիրը, շրջանակային համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր կրկնեմ Զվարթնոց օդանավակայանում։ Եվ դրանից 3 օր անց միայն Հայաստանում այդ համաձայնագիրը ստորագրում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը իր աշխատասենյակում նստած, եւ այնպիսի տպավորություն էր, որ ինչ որ մի պահ մոռացել են Հայաստանին ասել այդ մասին, եւ հետո 3 օր անց ինչ-որ կերպ հիշեցրել են եւ Հայաստանը եւս ստորագրել է։ Ցավոք սրտի այստեղ ակնհայտ է, որ այդ TTIP համաձայնագիրը իրական դե ֆակտո իմաստով
երկու կողմ ունենալով ունի հետևյալ կողմերը՝ Միացյալ Նահանգները եւ Ադրբեջան։ Հայաստանը այստեղ կա այնքանով, որքանով ընդամենը տարածքն է տրամադրում այդ համաձայնությունների համար։ Գլոբալ իմաստով ես կարծում եմ, այստեղ բնականաբար շահառուները այլ են, հասկանալի է, եւ հարցերը շատ ավելի բարդանում են, եթե ավելի լայն դիտարկենք այդ թրիփ նախագիծը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ հետևողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն էիք լսում Գործարար Ալիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էր։ Լավ եղեք, կհանդիպենք։